Բարի երեկո, առաջին ալիքի եթերով շաբաթ արևմտահայերենով ամփոփելու ժամն է, ես Լուսիվանա Կարապետյանն եմ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցելությամբ Գերմանիո Դաշնային Հանրապետություն մեկնած էր։ Բերլինի մեջ վարչապետը հանդիպած է Գերմանիո վարչապետ Ֆրիդրիխ Մերցին։ Կողմերը քննարկած են երկկողմանի հարաբերություններու զարգացման ուղղությունները, արևդրատնտեսական համագործակցության ընդլայնումը, անվտանգային գործակցությունն ու Հայաստան-Եվրամիություն գործընկերության օրակարգը։ Հանդիպման արդյունքներով ստորագրված է ռազմավարական համագործակցության համատեղ հռչակագիր, ընդգրկելով ուժանյութային, արհեստագիտության, կրթության, գիտության և մշակույթի ոլորտները։ Քննարկված են նաև Հարավային Կովկասի մեջ խաղաղության հաստատման գործընթացը և տարածաշրջանային կայունության հարցերը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիո վարչապետ Ֆրիդրիխ Մերցը վերահաստատած են հայ-գերմանական բազմամյա բարեկամական հարաբերությունները, ընդգծելով համագործակցության խորացման պատրաստակամությունը, հիմնված փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքներու վրա։ Քննարկված են աջող արևդրաշրջանառությունը, Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության օրակարգը, անվտանգային համագործակցությունը, համացանցային սպառնալիքներու և ապադեղեկատվության թեմ պայքարը, տնտեսական, մշակութային ու գիտական գործակցությունը։ Գերմանական կողմը ողջունած է Հայաստանի Եվրոպական միության և ժողովրդավարական պետություններու լայն ընտանիքի հետ կապերու ամրապնդումը։ Մերցը կարևորեց Հայաստան-Ադրբեջան հարաբերություններու կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները, որպես տարածաշրջանին մեջ գայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։ Ընդգծված է, որ ադոնց հաջողած առաջընթացը ինչպես նաև Հայաստանի և Թուրքիո միջև հարաբերություններու լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ կփանան խաղաղ և փառքավաճ Հարավային Կովկասի համար։ Անդրադարձ կատարված է նաև տարածաշրջանային մարտահրավերներուն ու համագործակցության նոր հեռանկարներուն։ Հանդիպման արդյունքներով Փաշինյանը և Մերցը ստորագրած են Հայաստանի և Գերմանիո միջև երկկողմանի գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Ըստ այդմ արձանագրված է, որ կողմերը կխորացնեն քաղաքական և դիվանագիտական, տնտեսական և ներդրումային, ուժանյութային, ենթակառույցներու արհեստագիտության, կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև համացանցային անվտանգության ու ապադեղեկատվության թեմ պայքարի ոլորտները ներս գործակցությունը։ Նախադեсված է նաև համատեղ ծրագիրներ իրականացնել վերականգնվող ուժանյութի, շրջակա միջավայրի, պաշտպանության, մասնագիտական կրթության և ընկերատնտեսական զարգացումը խթանելու ուղղությամբ։ Երկրներու ղեկավարները հանդես եկան լրատվամիջոցներու ներկայացուցիչներու համար հայտարարություններով։ Գերմանիո վարչապետը նշած է, որ հավանաբար ներկա պիտի գտնվի 2026 թվականի մայիս 4-ին Երևանի մեջ տեղի ունենալիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մեր սերտ համագործակցությունը շատ կարևոր է այս անհանգիստ ժամանակներուն, ինչ կվերաբերի մեր տարածաշրջանին, սրտանց կշնորհավորեմ բարոն վարչապետ, որ դուք և Ադրբեջանի նախագահը հաջողեցաք խաղաղության համաձայնագրին շուրջ համաձայնության գալ։ Ադիգա մեծ գործ մնե։ Դաշնային կառավարությունը այս հարցին մեջ մշտապես աջակցած է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ուրախ եմ մարտին համաձայնագրին շուրջ համաձայնության եւ Վաշինգտոնի մեջ օգոստոսին նաեւ դարանցման եւ երթուղիներու հետ կապված համաձայնության համար։ Ասոնք բարեկեցության, խաղաղության եւ զարգացման համար շատ կարեւոր են։ Հարավային Կովկասի համար ասիգա շատ դրական աստակ մնե, որ այս տարածաշրջանային անտին կհասնի։ Կքաչալերեմ ձեզ հաջորդ քայլերը կատարելու հարցի մեջ լուծելու մնացյալ հարցերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Մեր առանձնազրույցի ժամանակ մանրամասնորեն խոսեցանք այդ մասին։ Երկու կողմերուն ալ Գերմանիան պիտի շարունակի աջակցել այս գծով։ Անդրադառնալով ստորագրված հռչակագրին Ֆրիդրիխ Մերցը նշած է, որ երկրները կգործակցին բոլոր ոլորտները ներս։ Երևանի մեջ պիտի բացվի Գյոթե հիմնարկ, կգործակցին համալսարանները, քաղաքները, միևնույն ադեն Թումո կետրոններ կբացվին Գերմանիո մեջ։ Խտացուցած ենք նաև մեր հարաբերությունները տնտեսական ոլորտեն ներս։ Գերմանական ընկերությունները կմեծնեն հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը եւ Հայաստանը կարևոր են Ասիո եւ Եվրոպայի միջև որպես հանգուցային կետ, եւ մեր ներուժը պետք է օգտագործենք։ Ադոր համար անհրաժեշտ են շրջանագային պայմաններ եւ խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն։ Գերմանական ընկերությունները մեծ ներդրում կատարել է առաջ, շատ հիմնովին ուսումնասիրեն այդ վայրը։ Փոքր եւ միջին ձեռնարկություններու համար այնքան ալ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հերավոր երկրներու մեջ, բայց ադոնք շատ հուսալի եւ վստահելի գործընկերներ են։ Երբ ճիշտ շրջանագային պայմաններ կտեսնեն որևէ երկրի մեջ, այդ պատճառով բարեփոխումները շատ կարեւոր են, որոնք տեղի կունենան Հայաստանի մեջ։ Ադոնք շատ դժվար են, մենք գիտենք նաեւ մեր գերմանական փորձեն եւ վստահ եմ, որ այս ամենը պիտի դա իր արդյունքը։ Գերմանիո ղեկավարը նշած է, որ Հայաստանի վարչապետը ընդդեղեկացած է, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման եւ ժողովրդավարության բարեփոխումներու մասին, երկիրը գուզե խաղաղ ապրիլ իր հարևաններուն հետ եւ բարեկեցություն կառուցել։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մաս կգազմե խորհրդարանական ընտրությունը, որ հունիսին տեղի պիտի ունենա Հայաստանի մեջ։ Խանգարող հանգամանք մը կա, որ բնական դարձած է, որ ժողովրդավարության թշնամիները խառնածին եղանակով միջոցներ կցերնարգեն, հատկապես Ռուսիան, ով կփորձե ինչ-ինչ
վախեր սերմանել Եվրամիության եւ Արևմուտքի հետ սերդացման հարաբերություններու մերձեցման մասին եւ սխալ դեղեցություններ տարածել Եվրամիության արժեքներու մասին, վնասարարություն, աբադեղեկատվություն, անօթաչու թռչող սարքեր, այդ եղանակով կփորձեն աբադեղեկատվություն տարածել եւ աբագայունացնել իրավիճակը։ Ադիգա դեղի պիտի ունենա հարգավ, դեղի կունենա նաեւ Ուկրաինայո մեջ ամեն օր կտեսնենք ավերածություններու դեսքով։ Այս ծիրեններս մենք խոսած ենք մեր ծրագիրներու մասին, թե ինչպես կրնա Գերմանիան նպաստել Հայաստանի թիմագայունության։ Մեզի համար ինքնաբերաբար բարձ է, որ մենք կուզենք օգնել հիմնական հարցերու մեջ, որոնք կվերապերին ինքնիշխանության, ամրացնել անվտանգությունը Հայաստանի ավելի լայն օրագարկով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելությունը պատմական որակած է, քանի որ Հայաստանի եւ Գերմանիո միջև հարաբերությունները թեւագոխած են ռազմավարական գործընկերության փուլ, ինչ որ արձանագրված է հռչակագրի ստորագրումով։ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ կայուն զարգացմանը, ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բերլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքներով։ Դաշնային կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է Եվրոպական միությունում առաջինը, եւ մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմամբ։ Փաշինյանը շեշտած է, որ մերձի հետ հանգամանից քննարկած են միջազգային օրագարկի հրադապ հարցերը։ Համակարծիք ենք, որ աննախադեպ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող եւ հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների հետ, միայն համախոհ երկրների առավել համակարգված եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ապրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը։ Իմ այցի օրակարգում կարևոր տեղ է հատկացված տնտեսական կապերի ստեղծմանը եւ ամրապնդմանը։ Այս առումով մեծ հույս ունեմ, որ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում մեր երկրում ներդրումներ անելու, ինչպես նաեւ հայաստանյան գործարարների հետ համագործակցությունը ակտիվացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը գործընկերի ներկայացուցած է օգոստոս 8-ի Վաշինգտոնյան խաղաղության կակատնաժողովի արդյունքով Հարավային Կովկասի մեջ տեղի ունեցած շրջադարձային զարգացումները շնորհակալություն հայտնած է Գերմանիո աջակցության համար։ Ներկայացրեցի նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները եւ այդ առումով խաղաղության խաչմերուկ նախագծի, ինչպես նաեւ Թրիպուղի հաղորդակցության ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարեւորությունը։ Վստահ եմ, որ մեր այս նախագծերը կարևոր հանգույց կդառնան միջին միջանցքի համար, որը Գերմանիայի համար նույնպես ունի մեծ կարևորություն։ Վարչապետը ընդգծած է, որ Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերն է, ինչպես երկկողմանի մագարտակի վրա, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակ են ներս։ Այս իրեն ներս կողմերը արձանագրած են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններու մեջ վերջին տարիներու արձանագրված զգալի առաջընթացը, ինչ որ կվերահաստատի Հայաստանի կառավարության հանձնառությունը ամրապնդելու Եվրամիության հետ բազմոլորտ գործընկերությունը։ Հայաստանում նոր թափ հավաքող եւ վերաինտեգրման գործընթացի հիմքում Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն ու ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն են, ինչն այս տարի մարտից նաեւ արտահայտվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Գերմանիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ակնկալելով շարունակական քաղաքական աջակցություն դեպի Եվրամիություն տանող բարդ եւ երկարատև ճանապարհին։ Գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու հաջորդ տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին եւ ուրախ եմ, որ պարոն կանցլերը արդեն ընդգծեց հաջորդ տարի Երևան այցելելու իր պլանների եւ հնարավորության մասին։ Հայաստանը մեծավես կկարևոր է Գերմանիո հետ բազմոլորտ ընդգրկում ունեցող հարաբերություններու շարունակական զարգացումը եզրափակած է Նիկոլ Փաշինյանը։
Գերմանիո մեջ իրականացված փակ քննարկման ընթացքին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարած է, որ օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատված է եւ ստորագրված է համատեղ հռչակագիր։ Փաշինյանը անդրադարձած է նաեւ Թրիփ նախագիծին, ընդգծելով, որ այն կհամապատասխանի խաղաղության, խաչմերուկ նախաձեռնության եւ կրնահարավային Կովկասը դարձնել կարեւոր տարանցիկ հանգույցը Եվրոպայի, Կենտրոնական Ասիա եւ տարածաշրջանին մեջ։ Վարչապետը հավելեց, որ Հայաստանը հետեւողականորեն կաշխատի Եվրոպական միության չափանիշներուն համապատասխանելու ուղղությամբ եւ արդեն իսկ սկիզբ տված է մուտքի արտոնակիրներու ազատականացման գործընթացին։ Հայկական քթանարդակին հարաբերություններու գերմանական ընկերակցության փակ քննարկման հadoop քաղցրեղենն է։ Մինչ քննարկումը սկսիլ է, հյուրերը ծանոթացած են հայկական համին։ Ինձ համար մեծ բադիվ է 2 տարի հետ վերադառնալ արտաքին հարաբերություններու գերմանական ընկերակցություն։ Քննարկումներու խորակիրներու փոփոխությունը այս 2 տարիներուն ցույց կտա, թե պատմական ինչպիսի զարգացումներ դեղի ունեցած են հարավային Կովկասի մեջ վարչապետի դիտարկումներ։ Եթե փորձենք համեմատել քննարկումներու վերնակիրները, Հայաստանի հերանեկարները խաղաղության, համագարկայնացման, դարաձաշրջանային գաբի եւ Եվրամիության հետ հարաբերություններու վերաբերյալ նախորդ անգամվան անվտանգություն եւ գայունություն հարավային Կովկասի մեջ վերնակրի հետ, գարդացոլ է պատմական զարգացումները եւ հետակայի հերանեկարները մեր դարաձաշրջանեն ներս հարավային Կովկասի մեջ։ Այսօր գրնամ վստահորեն հայտարարել, թե օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ խաղաղություն հաստատվեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երբ ես եւ Ադրբեջանի նախագահը ստորագրեցինք համատեղ հռչակագիրը, որուն ներկա էր նաեւ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփը։ Այդ հռչակագիրով Հայաստանն ու Ադրբեջանը ընդգծած են աբակայի համար այնպիսի ուղիմը մշակելու անհրաժեշտությունը, որ կապված չէ անցյալի հագամարտություններուն հետ, կհամապատասխանի Միացյալ Նահանգի կանոնադրության եւ 1991 թվականի Ալմատայի հռչակագրին։ Մենք պայմանավորվեցանք ճանապարհ հարթելու մեր երկու երկրներու միջև թշնամության էջը փակելու համար։ Մենք վճռականորեն կմերժենք եւ կբացառենք վրեժխնդրության որևէ փորձ, հիմա եւ աբակային։ Փաշինյանը շեշտեց, թե Վաշինգտոնի մեջ ձեռք բերված կարևորագույն առաջընթացներն մեկը երկու երկրներու միջև հաղորդակցություններու բացման համաձայնագիրն է։ Ներբեդական երկկողմանի եւ միջազգային փոխադրամիջոցներու համար պետություններու ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրազորության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այժմ մեր ամերիկացի գործընկերներուն հետ խդացյալ գերբով բանակցություններ կվարենք միջազգային խաղաղության եւ փառքավաճման Թրամփի ուղի նախագծի իրականացման ընդհանուր պայմաններուն շուրջ։ Trip Company հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը պիտի գրանցվի Հայաստանի մեջ եւ պիտի ստանա երկաթուղային, ճանապարհային, քարյուղի եւ վարելանյութի, փողովակաշարերու, նաեւ մալուխներու անհրաժեշտ ենթակառույցներու զարգացման իրավունք։ Մենք արդեն հաջորդ տարի պիտի անցնենք փաստացի շինարարության փուլին։ Տրիպլիովին կհամապատասխանի Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախաձեռնության ներկաներուն մանրամասնությունները ներկայացուցած է Հայաստանի վարչապետը։ Պաստորեն Trip նախագիծը նաև Հայաստանի եւ Թուրքիո միջև հաղորդակցության բացումը ունին լիարժեք ներուժ դառնալու միջին միջանցքի կարևոր փաղադրիչ, ապահովելով Եվրոպայի, Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիո միջև անխափան գաբ։ Նիկոլ Փաշինյանը ներկաներուն նաև դեղեկացուցած է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցություններու աստիճանական բացման քաղաքական համաձայնագիրը արդեն իրականություն գտա։ Հոկտեմբերին նախագահ Ալիևը հայտարարեց, թե Ադրբեջանը կվերացնե իր տարածքով դեպի Հայաստան ապրանքներու դարանցման սահմանափակումները։ Ասիգա շատ նշանակալից եւ թրական զարգացումն է։ Այնինչ անհնար գտվեր ընդամենը քանի ամիս առաջ, այժմ իրականություն է։ Ղազախստանեն Հայաստան երկաթուղիով հացահատիկ տեղափոխվեցավ Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքներով։ Մեր հերթին, ինչպես հրաբարակավ հայտարարած ենք, Հայաստանը պատրաստ է թե քաղաքական առումով, թե գործառութային առումով հնարավորություն տալ Թուրքիո եւ Ադրբեջանի միջև բեռներու դարանցման իր տարածքով։ Ինչ կվերապերի Հայաստանի եւ Թուրքիո միջև արգա իրավիճակին, վերջին 2 տարիներուն շփումները աշխուժացած են։ Այս շփումները տեղի կունենան գրեթե բոլոր մագարտակներու վրա։ Իմ եւ նախագահ Էրդողանի, մեր արտաքին գործոց նախարարներու եւ հadoop ներկայացուցիչներու, նաեւ ոլորտային նախարարություններու միջև գործնականի մեջ մենք շատ աշխուժ բանակցություններ եւ հարաբերություններ կպահպանենք պաշտոնական Անկարայի հետ, նույնիսկ դե յուրե դիվանագիտական հարաբերություններու բացակայության պայմաններու մեջ։ Եվ ես հույս ունիմ, որ Թուրքիան կգայացնե երկար սպասված քաղաքական որոշումը, բանալու Հայաստանի հետ սահմանը եւ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ։ Հարավային Կովկասի ամենակրավիչ տարանցիկ միջանցքներ են մեկը դառնալու բոլոր նախատրիալները ունի շեշտադե վարչապետը ներկայացնելով այդ նախատրիալները։ Հայաստան-Թուրքիա հարաբերություններու ղեկավարումը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը, Trip նախագիծը, Հայաստանի եւ Ադրբեջանի բարիտրացիական հարաբերությունները, Վրաստանի եւ Իրանի հետ, գառուցողական երկխոսությունը Ռուսիո հետ կրնան Հարավային Կովկասը դարձնել ամենակրավիչ տարանցիկ միջանցքներեն մեկը։ Հյուսիս-հարավ եւ արևելք-արևմուտք երթուղիներուն հետ միասին, եւ մենք երանդուն կաշխատենք այս պատմական հնարավորությունը իրացնելու ուղղությամբ։
Վարչապետը նաև հիշեցուցած է, որ 2025-ի մարտին Հայաստանի ազգային ժողովը ընդունեցավ Հայաստանի Եվրոպական միության անդամակցելու գործընթացը սկսելու մասին օրենքը։ Մեր նպատակն է համագարկային եւ փոխանցագային առումով համապատասխանել Եվրոպական միության չափանիշներուն, քանի որ առանց նման համապատասխանության Եվրամիության անդամակցելը անհնար է։ Անգեյետ կալ եթե անդամակցությունը դեղի չունենա, մենք հասած կլանք կարևոր հանգրվանի։ Հայաստանը գտարնա երգիրը, որ կհամապատասխանի ամենեն հարաճատեմ ժամանակակից չափանիշներուն, ընդգծած է վարչապետը շեշտելով, որ Եվրոպական միության չափանիշներուն համապատասխանելու ցկտումը աշխարհակականությամբ պայմանավորված չէ։ Այլ ժողովրդավարական ընդրությամբ 2018 թվականի խաղաղ ոչ բռնի Թավշյա հեղափոխությունների վեր Հայաստանը որպես ռազմավարական խնդիր հանձնարարու է ժողովրդավարության, օրենքի կերակայության, մարդկային իրավանց եւ անկախ դատական համագարկին։ Այս ճամփուն վրա ընդամենը շաբաթ առաջ Հայաստանն ու Եվրոպական միությունը ընդունեցան Հայաստան-Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրագարկը, որ կլրացնե արդեն իսկ գործող համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին։ Այսօր Հայաստանը գուսումնասիրե ոլորտային համակարգման հնարավորությունները թվային եւ հեղահարորդակցության, ուժանյութային եւ գաբի ոլորտներում մեջ։ Այդ շրջադիր են ներս Գերմանիա այցելության տնտեսական փոխադրիչը հadoop ուշադրության կենտրոնն է։ Ուրախ եմ նշել, որ մենք հաջողությամբ մեկնարկած ենք Եվրոպական միության հետ մուտքի արձանագրի ազատականացման երկխոսությունը։ Ասիգա կարևոր քայլ մներ շարժունության բարելավման, մարդոց միջև շփումներու աշխուժացման եւ միջմշակութային գաբերու զարգացման ուղղությամբ։ Վերջերս մենք ստացանք մուտքի արձանագրի ազատականացման գործողություններու ծրագիրը, որ գուրվակած է Հայաստանի կառավարության հիմնական չափանիշներն ու բարդավորությունները։ Ադոր հաջող իրականացման բարակային պիտի հաստատվի մուտքի արձանագրի ազատականացման գարկ, որ պիտի նպաստի Հայաստանի եւ Եվրամիության միջև աշխուժ փոխանակումներուն։ Այն, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ կակատնաժողովը եւ Հայաստան-Եվրամիություն կակատնաժողովը հաջորդ տարվան մայիսին դեղի պիտի ունենան Երևանի մեջ, ըստ Հայաստանի ղեկավարի նոր հնարավորություն պիտի ընձեռնեն, ինչպես կնահատելու մեր հարաբերություններուն հարաճընթացը, այնպես էլ հարաճիգա դարիներուն համար ավելի հավակնոտ նպատակներ սահմանելու համար։ Հարգավ ուրիշ համախոհ գործընկերներու հետ մեկտեղ Գերմանիան կենտրոնական դեր կխաղա Հայաստանի համար եւ մեր երկրներու մեջ ռազմավարական օրագարկի ընդունումը մեր հարաբերությունները կբարձրացնե նոր մագարտակի, ստեղծելով նոր պայմաններ մեր ռազմավարական գործընկերության համար։ Գերմանիա պաշտոնական այցելությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփեց ասուլիսով, նշելով, որ խաղաղությունը հաստատված է, իսկ Ղարաբաղի հարցին շարունակությունը նոր պատերազմի վտանգ կպարունակե։ Անոր խոսքով լուծված հարցերեն հետո հետքայլ պետք չէ ըլլա։ Վարչապետը ընդգծած է, որ Ադրբեջանի հետ երբեք չէ քննարկված սահմանադրության հարցը, զայն համարելով ներքին խնդիր։ Անդադառնալով տարածաշրջանային հաղորդակցություններուն աննշած է, որ Հայաստան-Թուրքիա սահմանին բացումը կրնա նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել։ Փաշինյանը նաև հայտարարած է, որ Հայաստանը կշարժի Եվրամիության չափանիշներուն համապատասխանելու ուղղությամբ, սակայն այս փուլին Եվրասիական տնտեսական միութենեն դուրս գալու անհրաժեշտություն չկա։ Գերմանիա պաշտոնական այցելությունը վարչապետը ամփոփեց ասուլիսով, արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործոց նախարարության հայտարարության Նիկոլ Փաշինյանը առաջարկեց միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Ղարաբաղցիներու վերադարձի եւ այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խնդիրները։ Բաքուն դժգոհություն հայտնած էր, որ Հայաստան-Եվրամիություն ռազմավարական գործընկերության փաստաթուղթի մեջ գիրառված է Ադրբեջանի ռազմական գործողություններն յետք փախստական դարձած Ղարաբաղի հայեր ձևակերպումը։ Իրավիճակ եմ տեսնում, որ Ադրբեջանը մի կողմից ասում է արևմտյան Ադրբեջան, այն մյուս կողմից ասում է վայ գրածա Ղարաբաղյան հայեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ես 2025 թվականի իմ ուղերձում օգոստոսի 18-ին, օգոստոսի 8-ին հաջորդած իմ ուղերձում ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Եվ ես հիմա ուզում եմ բաց հրապարակային Ադրբեջանին անել առաջարկ, որովհետև այդ թեմաներով ինչքանով իրանք խնդիր ունեն, մենք էլ խնդիր ունենք։ Ես առաջարկում եմ, որ մենք համատեղ ընդունենք ճանապարհային քարտեզ, այս երկու թեմաները զուգահեռ փակելու ուղղությամբ, որովհետև այդ թեման հանելը նշանակում է երկարաժամկետ ռազմավարական առումով ընդհանրապես բացառել որևէ կոնֆլիկտային իրավիճակ։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել արևմտյան Ադրբեջան։ Եվ այո, ընդունում եմ նաև, որ եթե մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ մենք ճանաչել ենք միմյանց տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետքա դա ամբողջական իրականացնենք։ Այս այն պատկերացրած ճանապարհը։ Վարչապետին խոսքով քննարկման վերնակիրը դեսած է ուրգսվեր, թե Ղարաբաղի հարցը լուծված է։ Այդ որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, դա ի՞նչ է նշանակում։
Այդ ինչ է նշանակում։ Այդ մարդիկ ինձ ասում են թվեր են հորինում 7000 երիտասարդի կյանքը 1000 ներողություն եմ խնդրում իրանք այդպես գլուխը կերակ, որ Ղարաբաղի հարցը չի լուծվել։ Ինչ է առաջարկում, այսինքն դա ինչ է նշանակում։ Որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, բա ինչ է լինելու։ Զոհերի համար ինչ եք մեղադրում։ Ղարաբաղի հարցի շարունակություն նշանակում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր զրկանքներ, նոր շրջափակում եւ այլն իր անկանխատեսելի հետևանքով։ Ընդ որում ոչ թե կանխատեսում են նոր պատերազմ է պետք։ Եվ այո, կներեք, եւ այս ֆոնին ես ասում եմ, բա մյուս կողմից էլ ասում են Ղարաբաղը տվեց, արեց, հետո էլ ասում են, բա զոհեր եղավ։ Բա ինչի համար են եղել, դա ինչի արտահայտությունն է, որ մենք այդ գաղափարին այնքան նվիրված ենք եղել, որ ամեն ինչի գնացել ենք հանու Ղարաբաղ, ամեն ինչի գնացել ենք, բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացվել են, մենք շատ բան ենք հասկացել, որ չենք հասկանում, ընդ որում ստեղ սոցիալ հոգեբանության խնդիր է, եւ այդ սոցիալ հոգեբանություն, այդ իմացածն է, որ մենք այսօր արտահայտում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ։ Այո, մեր նահատակների կյանքի գնով, ժողովուրդ ջան, մենք շանս ենք ստացել փոխել մեր ճակատագիրը։ Փաշինյանը ընդգծեց, խաղաղությունը հաստատված է ու բազմաթիվ հարցեր լուծված են։ Ղարաբաղի հարցն է լուծված, Ադրբեջանի հարցն է լուծված, Հայաստանի հարցն է լուծված, տարածաշրջանի հարցն է լուծված, տրանսպորտային կապուղիների հարցն է լուծված, սահմանների սահմանազատման հարցն է լուծված, բոլոր հարցերը լուծված են։ Մնում է մնալ այդ լուծումների շրջանակում, մնում է սադրանքների չտրվել եւ սադրիչ խոսույթներ չորթեգրել։ Մենք Ադրբեջանի հետ երբեք չենք քննարկած ու պիտի չքննարկենք մեր սահմանադրության հարցը, որովհետև կհամարենք, որ ադիգա մեր ներքին հարցն է, ըստ վարչապետը անդրադառնալով սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանի պահանջին։ Փաշինյանի խոսքով Հայաստանը պայման չունի խաղաղության համաձայնագիրը ստորագրելու առումով։ Ադրբեջանը ուզում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ լինեն, թե իրոք անկեղծորեն մտածում է, որ մեր սահմանադրության մեջ տարածքային պահանջներ կան։ Եթե անկեղծորեն մտածում է, որ խնդրեմ կա այդտեղ, այդ խնդրեմը լուծելու ամենակարճ ձևը խաղաղության համաձայնագիրը ստորագրելն է։ Ինչու՞։ Որտեղ երբ որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, մենք մեր օրենսդրությանը համապատասխան պարտավոր ենք, ստիպված ենք, չենք կարող չուղարկել սահմանադրական դատարան, որպեսզի սահմանադրական դատարանը ստուգի այդ համաձայնագրի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Փաշինյանի խոսքով երկու տարբերակ կա, կամ սահմանադրական դատարանը որոշում կգայացնե, որ համաձայնագիրը կհամապատասխանի Հայաստանի սահմանադրության եւ այդ բարակային մենք ոչ մեկ խոչընդոտ կունենանք զայն ուղարկելու ազգային ժողով եւ վավերացնելու։ Երբ որ վավերացվում է համաձայնագիրը ազգային ժողովում, սահմանադրության 5-րդ կետի, ասեմ 3-րդ մասի համաձայն վավերացված միջազգային պայմանագրերի եւ մեր ներքին օրենսդրության մեջ հակասությունների դեպքում միջազգային պայմանագիրը ունի ավելի բարձր իրավական նշանակություն։ Երբ որ այդ համաձայնագիրը ստանում ավելի բարձր իրավական նշանակություն, Հայաստանը ուզենայել չի կարա տարածքային պահանջներ ունենա Ադրբեջանից։ Երկրորդ տարբերակը, եթե սահմանադրական դատարանը որոշե, որ համաձայնագիրը չի համապատասխաներ մեր սահմանադրության, ապա պիտի նախաձեռնե սահմանադրական փոփոխություններ։ Որովհետև կարծում եմ, որ ձեռք բերված խաղաղությունը այնպիսի արժեք է, որ ասում են, որ պետք է ամենօրյա խնամք տանենք, որ արժի գնալ եւ այդ փոփոխությունը անել։ Բայց այսօր ես չունեմ լեգիտիմություն Հայաստանի ժողովրդին ասել, գիտեք ինչ, եկեք սահմանադրությունը փոխենք։ Ինչու՞։ Որտեղ Հայաստանի ժողովուրդը ինձ կասի, որ 2024 թվականի սեպտեմբերին մեր սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ Ալմատի հռչակագիրը, որը հիշատակված է իդեպ խաղաղության համաձայնագրի նախաբանում, համապատասխանում է մեր սահմանադրությանը։ Հետևաբար ինչի փոխենք մեր սահմանադրությունը։ Կստացվի, որ մենք կմահաճույքի համար ուղղակի փոխում ենք սահմանադրությունը։ Իսկ կմահաճույքը, բա որ դրանից հետո երկրորդ կմահաճույքը ի հայտ եկավ։ Բա որ դրանից հետո երրորդ կմահաճույքը ի հայտ եկավ։
Ու չորրորդը այդպես շարունակ ինչ ենք անելու։ Տարածաշրջանեն ներս ենթագառույցներու աբաշրջապակման ծիրեններս Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հնարավորություններու մասին Բեդության ղեկավարը նշեց, որ երկու երկրներում միջև հարաբերություններու ղեկավարումը եւ սահմանի բացումը այժմ բոլորովին ուրիշ շրջարկը ստացած է։ Որովհետև նաև խաղաղության խաչմերուկի եւ թրիպ ուղի նախագծի շրջանակներում հիմա Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը նշանակում է կենտրոնական Ասիայից Եվրամիություն երկաթուղային կապի հաստատում եւ ոչ միայն երկաթուղային ավտոտրանսպորտային կապի հաստատում, նշանակում է նոր խողովակաշարերի հնարավորություն, նշանակում է նոր էլեկտրահաղորդման գծերի շարունակության հնարավորություն։ Հիմա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը եւ սահմանի բացումը նշանակում է այդ պոտենցիալ խողովակաշարը եւս մեկ լրացուցիչ երթուղու հնարավորություն ստանա, որը ձեռնտու է եւ մեր տարածաշրջանի երկրներին եւ Եվրամիության երկրներին։ Կառավարության համար Եվրասիական տնտեսական միութենեն դուրս գալը նպատակ չէ, ըստ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցման, թե երբ կպատրաստվի Հայաստանը դուրս գալու Եվրասիայեն եւ երբ ի վերջո Եվրամիության անդամակցելու պաշտոնական թիմում պիտի ներկայացնե։ Մյուս կողմից Եվրամիության անդամ դառնալը նպատակ է։ Մենք հասկանում ենք, որ Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միաժամանակյա անդամակցությունը հնարավոր չի։ Եվ մենք հասկանում ենք, որ կա ինչ-որ մի կետ, որ պետքա որոշում կայացնել։ Բայց այսօր այդ կետը չի։ Այսինքն այսօր նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկա։ Այսինքն դա ճաշակային որոշում է, եթե չկա այսօր այդ որոշումը կայացնելու անհրաժեշտություն, ինչի համար կայացնենք այդ որոշումը։ Երբ որ կգա այն կետը, որ մենք հասկանանք կա անհամատեղելիություն, այդ ժամանակ ինչ որոշում կմտածենք, ինչ որոշում կայացնենք եւ այն որոշումը, որը կբխի Հայաստանի Հանրապետության պետական շահերից կկայացնենք։ Ան հավելեց, որ Հայաստանի խորհրդարանը Եվրամիության անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքը ընդունած է, քանի որ ադիգա կառավարության համար լրացուցիչ խթան մնե, որբեսի շարունակե ժողովրդավարական բարեփոխումները եւ լրացուցիչ խթան ունենա բոլոր ոլորտները համապատասխանեցնելու Եվրամիության չափանիշներուն։ Երբ որ մենք դիմենք Եվրամիության անդամ դառնալ, այդ կետին հասնելուց հետո, մենք դրանից առաջ իմաստ չունի, որ դա անենք։ Երկու տարբերակ կա, մեզ կամ կընդունեն Եվրամիության անդամ, կամ չեն ընդունի Եվրամիության անդամ։ Ընդ որում կարող է լինել, որ Եվրամիությունը որոշի, որ ինքը այլևս չի ուզում ընդլայնվել, կամ քաղաքական այլ իրավիճակ լինի եւ այլն։ Հիմա մեր պլանի էությունն այն է, որ մենք այդ կետին, երբ որ հասնենք, անկախ նրանից մեզ կընդունեն Եվրամիություն, թե չեն ընդունի, մենք շահած դուրս գանք։ Որտեւ եթե այդ պայմաններում մենք կդառնանք Եվրամիության անդամ, շատ լավ։ Եթե չենք դառնա, ելի շահած կլինենք, որովհետև կունենանք եվրոպական Եվրամիության ստանդարտներին լիարժեք համապատասխանող պետություն։ Վարչապետը դեղեկացուց նաև, որ Հայաստանի քաղաքացիներուն մուտքի արտոնակիր դրամատրելու հարցի մեջ նորություն կսպասվի։ Շատ կարևոր նորություն իմացանք երեք Բերլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ մյուս տարվանից, հունվարից կամ գուցե փետրվարից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինի։ Ընդ որում մենք արդեն բավականին երկար ժամանակ աշխատում ենք Եվրամիության մեր գործընկերների հետ, ասելով, որ մարդիկ մեզ չեն հասկանում։ Որովհետև ասում են լուրերով նայում ենք, որ Եվրամիության հետ հարաբերությունները կարգավորվել են, իսկ միայն վիզա ստանալու դիմում հանձնելու համար մարդիկ 10 ամիս ստիպված են սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատանն էր, ով ամենաբարձր մակարդակով պաշտոնապես հայտարարվեց, որ մյուս տարվա սկզբից երևի որպեսզի հիմա հայտարարեմ շատ մեծ աժոտաժ չլինի, լավ փետրվարից սենց ասեմ, այլևս հերթ ընդհանրապես գոյություն չի ունենալու։ Անհույս հայտնեց, որ այս գործընթացը շղթայական շարունակվի։ Վարչապետը հիշեցուց, որ վերջին տարիներուն նկատելի ավելցած է Հայաստանեն դեպի Եվրոպական միություն զբոսաշրջային հոսքը, հակառակ արտոնակիր ստանալու դժվարություններուն։ 18 թվի համար դեպի Եվրամիություն ուղևորությունները մոտավորապես 400-500% աճել են։ Եվ 10 ամիսվա էլ բոլոր դեսպանատներում հերթ կա։ Այսինքն ճիշտ է, եթե մի պահ պատկերացնենք,
ուրեմն այդ կնշանակի, որ իրականում 600-700%-ով են աճել։ Հիմա բացարձակ բոլորը մոռացել են, որ Հայաստանի Հանրապետությունում, ասենք, ավիատոմսը ինքը սենց մի հատ անհասանելի ինչ որ մի բան էր, աստղաբաշխական գներով։ Այսօր մարդիկ կարան 35 եվրոյով, 45 եվրոյով, 50 եվրոյով տոմս առնեն, եւ դե ասենա դե ոչ մի բան արել, ոնց եկան, ինչ տարբերություն դե, ինչա փոխվել է, ոչ մեկ չի հիշում։ Որ մամուլ, ես խմբագիր եմ եղել տասնյակ տարիներով ավիատոմսերի, մոնոպոլիայի, դրա հետևում գործող կոռուպցիոն սխեմաների մասին տասնյակ տարիներով քննարկումներ են եղել։ Բայց երկրորդն էլ այդ մարդիկ գնում են Եվրամիություն։ Ինչով են գնում։ Հյուրանոց պետք է ապրեն, պետք է սնվեն։ Այսօր Հայաստանում բանը մարդիկ խմբերով, ես Facebook-ում եմ տեսնում։ Գրում են դե բաներ, շաբաթ-կիրակի գնացինք բան, ասենք Վիեննա, կոֆե խմեցինք, բան եկանք, հետ եկանք։ Ոչ մի բան չի փոխվել, բացարձակապես ոչ մի բան չի փոխվել։ Փաշինյանը նաև դեղեկացուց, որ Համբուրգի նավահանգիստը հետաքրքրված է Գյումրիի մեջ չոր նավահանգիստը ստեղծելու նախագծով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելությամբ Ռուսիա մեկնած էր Մոսկվայի մեջ անմասնակցած է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ եւ ընդլայնված կազմով նիստերուն, ընդգծելով, որ Հայաստանը կկարևորի Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերություններու ընդլայնումը եւ ազատ արևդուրի նոր համացայնակիրներու գնքումը։ Վարչապետին խոսքով փոխադրամիջոցային հաղորդակցություններու աբաշրջափակումը գրնախթաներ արևդրադաշրջանառության աճը եւ նպաստել դարաշրջանի տնտեսական կայունության։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցելությամբ Ռուսիա մեկնած էր։ Մոսկվայի Վիննիկովո օտոկայանեն ներս վարչապետը թիմավորած է Ռուսիա արտաքին գործոց նախարարի դեղակալ Ալեքսանդր Փանկինը։ Նիկոլ Փաշինյանը մասնակցած է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին։ Ընդլայնված կազմով նիստին բացի Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններու կառավարություններու ղեկավարներ են, մասնակցած է նաև միության մեջ դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկիստանի վարչապետ Աբդուլլա Արիփովը։ Իր ելույթի մեջ Նիկոլ Փաշինյանը ընդգծած է, թե Հայաստան կկարևորի Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական հարաբերություններու աշխարհագրության ընդլայնումը, զայն դիտարկելով որպես համաշխարհային տնտեսության մեջ կազմակերպության թերի հետագա ամրապնդման հիմնական գործոն։ Անորթի դարկմամբ ազատ արևդուրին վերաբերող նոր համացայնիկիրներու դնկումը ոչ միայն աշխուժացներ խոսությունը, այլև կնպաստի մրցակցության մեծացման, բանալով նոր հնարավորություններ միության անդամ երկրներու տնտեսություններու աճին համար։ Диверсификация транспортной инфраструктуры способна Փոխադրամիջոցային եւ ենթակառուցվածքային բազմազանեցումը կրնա լրացուցիչ խթան հանդիսանալ արևդրաշրջանառության աճին համար։ Այս շրջանագեններս կցանգամ նշել, որ դարաձաշրջանեն ներս տեղի ունեցող դրական փոփոխությունները կփանան տնտեսական գործակցության, խորացման նոր հնարավորություններ եւ հաղորդակցություններու աբաշրջափակումը կրնա կարևոր գործոն դառնալ գաբերու ընդլայնման եւ դարաձաշրջանի բոլոր երկրներու տնտեսական գայունության ամրամտման գործի մեջ։ Այս արդիվ կուզեմ ողջունել Ադրբեջանի նախագահի որոշումը Ադրբեջանի դարածքով Հայաստան ուղարկվող աբրանքներու դարանցումը աբաշրջափակելու վերաբերյալ։ Ասիգա մեր դարաձաշրջանի մեջ խաղաղության եւ գայունության հաստատման շրջանագեններս ցերկ բերված կարևոր նվաճումներեն մեկն է։ Մեր երկրի ղեկավարի կարծիքով ընդհանուր ուժանյութային շուկաներու ձևավորումը կարևոր նախապայման է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր պետություններուն համար հավասար եւ կանխատեսելի պայմաններ ապահովելու գործին մեջ։ При этом особое значение приобретает Միևնույն ադեն առանձնահատուկ կարևորություն կստանա Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններուն հետ ներքին մատակարարումը երրորդ երկրներ արդահանման կերատասելը եւ այս սկզբունքի իրականացման միասնական մոդեցումներ մշակելը համաշխարհային բարենային շուկաներու բարձր անկայունության պայմաններու մեջ միության երկրներու գյուղատնտեսական համագարկերու գայունությունը առանձնահատուկ կարևոր է տնտեսական գայունության ապահովման համար հստակ արդյունքներու հասնելը ուղղակիորեն գախում ունի համացայնեցված կորձնական միջոցառումներու իրականացումեն։ Անորթի դարկմամբ Եվրասիական տնտեսական միության մեջ էլեկտրոնային արևդուրի զարգացման համար թվային լուծումները պիտի նպաստեն էլեկտրոնային արևդուրի գործընթացներու բարձրացման եւ թվային միջավայրի գայուն զարգացման։ в рамках цифровизации Տվայնացման շրջանագեններս կկարևորենք դարբեր ներառյալ մաքսային եւ փոխադրամիջոցային ոլորտներու թվային վերափոխման նպաստող նախաձեռնություններու իրականացումը։
Միևնույնադեն համացանցային անվտանգության ոլորտներս առաջնահերթություն պետք է դրվի դեղեկատվության պաշտպանության, համատեղ գործիքագազմերու ստեղծման, կարևորագույն ենթակառույցներու թիմագայունության, բարձրացման եւ համացանցային սպառնալիքներուն արձագանքելու չափանիշներու եւ մեթոդափանություններու մշակման։ Վարչապետին գնահատմամբ նման համաբարձակ մոդեցումը պիտի նպաստի վստահության ձևավորման, թվային միջավայրի անվտանգության բարձրացման։ Քրիստոնեական հերարցակման ցանցը CBN-ը դեսանյութը պատրաստած է Երևանի մեջ իրականացված աղոթքի նախաճաշի վերաբերյալ, անդրադառնալով Հայաստանի թեմ հնչող մեղադրանքներուն։ Դեսանյութի մեջ նշված է, որ եկեղեցիները Հայաստանի մեջ կքործեն բնականոն հունով, իսկ ցերպակալված հոգևորականներու կորձերը կապված են ոչ թե կրոնական կորձենության, այլ քաղաքական կորձընթացներու հետ։ CBN-ը նշած է, որ բնդումները քրիստոնեության թեմ հարձակումներու մասին ապադեղեկատվություն են, որոնք աշխուժացած են վերջին շրջանին։ Քրիստոնեական հերարցակման ցանցը CBN-ը դեսանյութը պատրաստած է նոյեմբեր 15-ին Երևանի մեջ տեղի ունեցած աղոթքի նախաճաշի մասին։ Հաղորդավարին խոսքով վերջերս ամերիկյան լրատվամիջոցներու երկայացուցիչներեն մեկը Թաքեր Քարսլոնը Հայաստանի կառավարությունը կմեղադրեր քրիստոնեության թեմ արշավի համար, սակայն գործակալության լրագրողը հայաստանյան այցելության շրջանակեն ներս բոլորովին ուրիշ պատկեր մտեսած է։ Հագարակ հնչող մեղադրանքներուն եկեղեցիները բնականոն կկործեն, պաշտամունքի որևէ խոչընդոտ չկա, իսկ հոգևոր առաջնորդները բարձրաստիճան պաշտոնյաներու կողքին նստած են, նշած է լրագրող Չակ Հոլտոնը։ Երևանի մեջ անհայ փորձագետներու հետ զրուցած է հայաստանյան զարգացումներու եւ ցերպակալված հոգևորականներու մասին ու շեշտած է, թե ցերպակալությունները որևէ կերպով կապված չեն անոնց կրոնական գործունեության հետ։ Անոնց մե երկուքը քաղաքական կորձունեությամբ զբաղված են, անոնց մե մեկը զինվորականներուն կոչուած է հեղաշրջում իրականացնելու, մյուսը կազմակերպած էր ընդդիմադիր շարժում։ Հայաստան կփորձի ավելի ինքնիշխան լալ, ինքնուրույն թիվանակիտություն վարել, սակայն այդ ամենը Ռուսիան կթրթե ավելի աշխուժ խառնվելու Հայաստանի կորձերուն։ Ըստ տեսանյութին, այս քաղաքական փախումները տեղի կունենան այն միջոցին, երբ Հայաստան կփորձի ազատի տասնամյակներուն շարունակվող ռուսական աստեցությանեն։ Ամերիկացի որոշ քրիստոնյա առաջնորդներու կարծիքով եւս Թաքեր Քարսլոնին եւ ուրիշ գործիչներու կողմէ Հայաստանի ուղղված մեղադրանքները ոչ միայն սխալ են, այլև գծարային Ռուսիո շահերուն։ Երբ ես հրավերը ստացա, ընկերներս սկսան հոդվածներ ուղարկել ու ուսել, արդյոք չես գիտեր, որ Հայաստանի վարչապետը պատերազմ կվարե քրիստոնեության թեմ։ Ես ուսումնասիրեցի այդ նյութերը եւ յետքը վստահելի մարտոցմե դեղեկացա, թե քրիստոնեության թեմ ոչ մեկ պատերազմ կա ու որոշեցի կալ։ Քանի օր անոր հետ անցնել է եւ անցամբ հանդիպել է, հետ հասկացա, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի մեջ չէ քրիստոնեության հետ։ Ան գցանգա անել այն, ինչ պետք է ընե, համաձայն քրիստոնեական սկզբունքներուն եւ հետեւելով Աստվածաշունչի սկզբունքներուն։ Ան շատ տպավորեց զիս։ Ամփոփելով դեսանյութը լրագրողը նշած է, թե հարևաններու հետ բարդ հարաբերություններու եւ միասնությունը թիրախավորող, ապա դեղեկատվության պայմաններու մեջ Հայաստանի ամենամեծ մարտահրավերներն մեկը յանքի եւ ընտանիքի մշակույթին վերականգնումն է։ Քրիստոնեական հերարցակման ցանցի հաղորդավարները իրենց հերթին նշած են, թե քրիստոնեության թեմ հարձակումներու վերաբերյալ գեղձ լուրերը վերջին շրջանին աշխուժացած են ու Հայաստան բացառություն չէ։ Կառավարությունը աշխատման նիստին որոշած է Սևան Քավառ Մայրուղի աջ հատվածը գտնվող 1.5 հեկտար հողամասը վերադարձնել պետության եւ ամրացնել Սևան ազգային արգելոցին։ Գլխավոր թադախազությունը հայտնած է Սևանի ափամերձ տարածքներում մեջ բացահայտված ապօրինի կառուցապատումներուն եւ հողամասերու վերադարձի կորձընթացի մասին։ Մեկ այլ որոշմամբ կորզաթիր իշխանությունը հաստատած է 14 համայնքներու մեջ 27 ծրագիրներու դրամական օժանդակության համատեղ տրամադրումը ավելի քան 2.8 միլիարդ դրամի չափով։ Կառավարությունը նաեւ որոշած է ստեղծել արտակարգ կանչերու միասնական արդյունավետ կառավարման կենտրոն 112 հերացայինի թիվով։ Պետության վերադարձված Սևան Քավառ ճանապարհի աջ կողմը գտնվող 1.5 հեկտար մագերեսով հողամասը ամրացված է շրջակա միջավայրի նախարարության կառավարության որոշմամբ 13.404.000 դրամ արժեքով հողամասը անհադույց օգտագործման իրավունքով պիտի ամրացվի Սևան ազգային արգելոցին։ Գույքը վերադարձված է գլխավոր թադախազության հայցի հիման վրա, հայտնած է տարածքային կառավարման եւ ենթակառույցներու նախարար Դավիթ Խուդատյանը։ Գույքի նկատմամբ արդեն իսկ գրանցված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Նիստը վարող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ այս հարցի մեջ էական աշխատանք կգադարի տադախազությունը եւ խնդրեց Աննա Վարդապետյանին ներկայացնել արդյունքները։ Այս խնդիրը համատարած է ազգային պարկի ամբողջ տարածքում, արդեն իսկ կառուցապատված հողամասերի պարագայում թաքցվում է կառուցապատման փաստը եւ տրամադրվում է վարձակալական իրավունքով
հողամաս։ Ապօրինի գույքով անցնող գույքերի մի ստվար զանգված ուղակի իրականության մեջ գոյություն ունեն, փաստաթղթերում գոյություն չունեն։ Թադախազուհին ներկայացուց նաև Սևանի հարագից այլ հողամասերու հետ կապված դեպքերու մասին։ Դեպքովը 2027-ին Սևան ազգային արգելոցի եւ իրավաբանական անձի մմիջև կնքված է pedagogan սեփականություն հանդիսացող հողամասի գառուցաբատման իրավունքով դրամատրման պայմանագիր, որմով Տրախտիկ գյուղեն 5 կիլոմետր դեպի արևմուտք գտնվող 40900 քառակուսի մետր հողամասը գրգին գառուցաբատման իրավունքով դրամատրված է իրավաբանական անձին։ Անգեյետ խոսեցավ հանրության հայտնի անձանց հետ կապված տարածքներու մասին։ Օրինակ, խոսելով հարսնակար հյուրանոցային համալիրի մասին, Աննա Վարդապետյանը նշեց, որ 2022-ին վարձակալության պայմանագիր կնքված է իրավաբանական անձին եւ ազգային արգելոցին միջև 2.8 հեկտար հողամասի վարձակալության համար, որ այժմ կառաջարկվի լուծել ու հողամասը ազատել։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ վարձակալության պայմանագրի որևէ հիմք չկա։ Մասնավորապես մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում, արձանագրությունը առկա չէ ընդհանրապես, ինչը նշանակում է, որ մրցույթ չի եղել։ 2021 թվականի հունվարից մինչև ՊՕԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը 25 թվականի սեպտեմբերի 10-ը ՊՕԱԿ-ը չի ստացել առնվազն կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը կազմում է էլի շատ մինիմալ հաշվարկներով շուրջ 35 միլիոն դրամ։ Նույն իրավաբանական անձին հետ փոխկապակցված ֆիզիկական անձի ՄԳԲԱՏԿ-անի հանգստյան կոդին հարևանությամբ գտնվող բավական տեսանելի անշարժ գույքը, որ եւս հայցաթիմումով կցանգան վերադարձնել պետության, հայտնեց Աննա Վարդապետյանը։ Պարզել ենք, որ Սևան ազգային պարկի տարածքում գտնվող վերոնշյալ այս ապօրինի շինությունները կառուցվել են առանց օրինական հիմքի, կառուցվել է առանձնատուն, տիրապետվում եւ տնօրինվում է հատկացված հողամասի չափը շուրջ 3 անգամ գերազանցող հողամաս առանց որևէ հիմքի, պարոն փոխվարչապետ, ընդհանուր 9088 քառակուսի մետր զավթած տարածք ունենք միայն այս առանձնատան շրջակայքում։ Ընդհանուր առմամբ Սևանա լճի ապամերձ բացարձակ նիշեն ցածր տարածքներու 34 հողամասերու մեջ արգա աբորինի գառուցված քշենք շինությունները գազམ་ականտելու միջնորդակիրներով դատախազությունը դիմաց է Սևան համայնքին եւ ազգային արգելոցին։ Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար Արսեն Թորոսյանը դատախազուհին խնդրեց ներկայացնել թե որու տարածքներու մասին է խոսքը։ Քույքերը կպատկանին նախկին եւ ներկա պաշտոնադար անձանց արձագանքեց գլխավոր դատախազուհին։ Բնականաբար հայտնի գույքեր են, մեկը հարսնակարն է, մեկը Վլադիմիր Գասպարյանին պատկանող առանձնատունն է, մի մասը զրոնիշից ցածր է, մի մասը չէ։ Գույքերից մեկը Նորայր Փանոսյանինն է պատկանում, իհարկե այս բոլոր գործարքները չեն կնքվել ուղիղ այս պաշտոնատար անձանց հետ, հիմնականում կնքվել են մայրերի, զոքանչների կամ իրենց հետ փոխկապակցված իրավաբանական անձանց հետ, այսինքն անձինք որպես իրական շահառուներ են տեսանելի։ Առանձնատունը, որի մասին նշեցի, եւս պատկանում է Ռուբեն Հայրապետյանին, մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին, մի գույք եւս 450 քառակուսի մետրի մասին է խոսքը, պատկանում է իրավաբանական անձին, որը նման բարձրաստիճան պաշտոնատար անձ չի, միջին օղակի պաշտոնատար անձ է։ Կառավարության մեկ այլ որոշմամբ 14 համայնքներու մեջ 27 ծրագիրներու տրամական օժանդակության համար 2 միլիարդ 828 միլիոն դրամ պիտի հատկացվի։ Նախարար Դավիթ Խուդատյանը ամփոփեց այս տարվան ընդհանուր արդյունքները։ Մենք այս որոշմամբ արդեն պետական բյուջեից համայնքներին տրամադրած կլինեն 21 միլիարդ 59 միլիոն դրամի համաֆինանսավորում, եւս մեկ ուրեմն հատկացման անհրաժեշտություն է լինելու, որը թույլ կտամ ասել հսկայական ծավալի է լինելու, շուրջ 10 միլիարդ դրամի մասին է խոսքը, դա մեծ հավանականությամբ կլինի կառավարության հաջորդ նիստին։ Մենք պլանավորում ենք այս տարին բարելավել նախորդ տարվա ցուցանիշները եւ շարժվում ենք այդ ուղղությամբ, շինարարներին տարեվերջին պարտք չենք մնա։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը այս շրջանագեն ներս խնդիր բարձրացուց, երբեմն բողոքներ կստանան, որ շինարարները աշխատողներուն չեն վճարեր։ Շատ են դեպքերը, որ օրինակ պարոն Վարդանյանի հետ Քաղաքաշինչ կոմիտեի նախագահի թելը բռնում են գնում են բում պատճառների եւ պարզվում է, որ տնտեսվարողը կամ պատշաճ չի հանձնել աշխատանքը, որպեսզի պետությունից ստանա գումարը կամ գումարը ստացել եւ իր տասնյակ այլ նախագծերի վրա է ծախսել եւ այդ տնտեսվարողները այսպես տարածում են, որ պետությունը գումարը չի տալիս եւ ես կուզեմ, որ կոմունիկացիան ճիշտ ապահովենք տեղերում, նաեւ աշխատողների հետ այս զրույցները տանենք, որ ֆիքսենք, որ մենք որևէ դեպքում պարտքեր չենք գոյացնում, որովհետեւ 1000 անգամ ասել ենք, որ մենք գումարի խնդիր չունենք վճարելու։
Հաջորդիվ քննարկվեցավ եւ համանոթության արժանացավ ոստիկանության մասին օրենքի մեջ լրացում կատարելու մասին օրենքի եւ հարագից օրենքներու նախագծերը, իրավախախտումներու, ճգնաժամերու, արտագարկ իրավիճակներու եւ առհասարակ բոլոր ահազանգերու ավելի արդյունավետ արձագանքման համար նախադեсված է ստեղծել մեկ միասնական կառավարման կենտրոնը, մեկ միասնական հեռացայինի թիվով։ Ոստիկանության եւ փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102-911-101 փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միության առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսումը դրական է գնահատվել նաեւ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացում։ 102-911-101 հեռախոսահամարները կշարունակեն իհարկե գործել, բայց դրանցով ստացված զանգերը կվերահասցեագրվեն նոր հեռախոսահամարին եւ համապատասխան իրազեկման արշավներ իրականացնելուց հետո դրանք սահուն կերպով կհանվեն շրջանառությունից։ Արդյունավետ կառավարման գրասենյակի ձևավորումն անմիջապես յետք աշխատանքներ պիտի դարվին կարողություններու զարգացման, համագարկային կայացման, նաև շտաբ բժշկական օգնության, գանչերու սպասարկման գործառույթը եւս գրասենյակին փոխանցելու ուղղությամբ մանրամասնեց նախարարին տեղակալը։ Վերջնարդյունքում մենք զանգի սպասարկումը ժամկետային տեսանկյունից կնվազեցնենք մինչև 10 վայրկյան, իսկ արձագանքի միջին տևողությունը 10 րոպե մինչև։ Արսեն Թորոսյանը հետաքրքրվեցավ, թե արդյոք հնարավորություն կա մնացյալ հեռացայինի թիվերը եւս զբաղելու, եթե անիկա մեծ տրամական ու գործառութային միջոցներ չի պահանջեր։ Որտեվ այնուամենայնիվ նույնիսկ մեկ զանգը կարող է կարևոր լինել ինչ որ մի օր ապագայում եւ երկրորդն էլ 911-ը այնուամենայնիվ հյուսիսային Ամերիկան ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ համարն է, մենք այնտեղից էլ ենք շատ զբոսաշրջիկներ ունենում, հայրենակիցներ ունենում, որոնք կարող է 112-ին այդքան էլ ծանոթ չեն, որ ավելի եվրոպական մոդելն է։ Պարոն Թորոսյան, ըստ էության մենք հստակ ժամկետ չենք նախանշել դրանք հանելու եւ մեր պլանը այնպեսին է, որ դրանք հանել շրջանառություն, երբ որ դրանց անհրաժեշտությունը կարծես թե կվերանա եւ բնականաբար գործելու են եւ մեր սպայի դիտարկումները ծախսի հետ այդպես կապված խնդիրներ չունենք։ Կառավարությունը որոշեց նաև փոփոխություններ կատարել pedagogan քույքի օդարման եւ էլեկտրոնային աջուրդներու իրականացման գործընթացները կանոնագարկող իրավական վճիրներում մեջ համագարկը առավել թափանցիկ եւ արդյունավետ դարձնելու նպատակով։ Խոսքը գարկի ժամկետներու եւ վճարման փոփոխություններու մասին է։ Միասնական մոդեցում պիտի սահմանվի քույքի օդարման սկզբունքներու եւ պայմաններու շուրջ։ Նիստի օրագարկին վրա ընդգրկված 66 հարցերնալ գործադիր իշխանությունը հաստատեց։ Այս շաբթվան համար մենք պատրաստած էինք այսքանը։ Շարունակեցեք հետևել առաջին ալիքին մինչ հաջորդ շաբաթ։